Յասամար ռեստորան ժողովուրդ եկեք բերանս մի բացեք ուրեմն նախկին իշխանությունների ներկայացուցիչներ հենց հեղափոխություն եղավ մենք մի հետաքրքիր բանի ենք ականատես եղել որ ինչ որ մարդիկ մտածում էին որ իրանք պետքա գան լինեն Նիկոլ Փաշինյանի անձնական օլիգարխները, անձնական կրիմինալները տարածքում, այտենց փորձեր 2018 թվականի առաջի օրվանից եղել, ասեմ ավելին, դուք ես հեղափոխությունից հետո թե ես խոսակցությունը բացվեց չգիտեմ, հեղափոխությունից հետո 18 թվականի որոշ չպատմեմ, այտենց, ուրեմն 18 թվականին ես ինչ-որ մի բան նախագահականում էի, երբ որ վարչապետը ընդեր, ամենասկզբի մասին էր խոսքը, դուք պետքա տեսնեք Իշքան նախկին պաշտոնյաներ, նախարարներ եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եկել էին եւ իրենց ծառայություններն էին առաջարկում եւ վստահեցնում եմ ձեզ հիմա էլ Չեի մեջ էին նորմալ էր պարոն Սիմոնյան այն ժամանակ դաշնակցությունն էր պաշտոններ Չէ, տեսեք ուրեմն դրա այդ շարքը, այդ շարասյունը, այդ մարդկանց եղել է կա ու լինելու է այդ մարդկանց տեսակն է խոսքը մեր լավը վատը լինելու մասին չի նրա մասին չի որ իրանք մենք լավն ենք մենք ուժեղ ենք դրա մասին չի խոսակցությունը դա այդ մարդկանց տեսակն է նենց որ եթե չեն ուզում իմ տեսած իմ լսած անունները ես բարձրաձայնեմ թող հանգիստ նստեն տեղները որտեվ ես դա կանեմ Պարոն Սիմոնյան լավ մի հարց տամ հետո բշա Давайте Պարոն Սիմոնյան միշտ դուք դրսում էիք մինչ Մեջլիսի ղեկավարի հետ էիք հանդիպում ազգային ժողովում փոքր նախագահ Ռուբեն Ռուբենյան իրեն բավական լավ էր զգում եւ գրեթե 5 պակաս ազգային ժողովի նախագահ այսօր այդ մամուլը գրել է որ աչքը ձեր տեղի վրա է դուք այս առումով ինչ եք կարծում կարող է մրցակցություն լինել ձեր եւ Ռուբենյանի ուրեմն Ռուբենյանն էլ Արշակյանն էլ եւ բոլոր իմ գործընկերներն էլ ազգային ժողովի նախագահ են եւ այդ խոսակցությունը ծիծաղելի խոսակցությունը Ինչու որովհետեւ թող ես միայն ուրախ կլինեմ բայց նման բաներին խոսակցությունին լուրջ չեմ վերաբերում ես նախ ժամանակ ավելի շատ ձայները հավաքել ավելի առաջ է դուք շատ լավ արա ես ինքս իր համար եւ բոլորի համար ովքեր որ գրեթե բոլորի համար ովքեր որ անցել են քվեարկել եմ բայց այս խոսակցությունը չեք կարող մտցնել մեր օրակարգ մենք արդեն բավականին մեծ ենք ձեզ բոլորիդ լավ ճանաչում ենք եւ այս խոսակցության մեջ չենք մտնի Ռուբեն Փաշինյանն ավելի մեծ է կամ ձեր ես միայն ուրախ կլինեմ ես Ռուբեն Ռուբենյանը իմ մտերմագույն ընկերներից մեկն է եւ որևիցե նման խոսակցություն ես չեմ սատարելու եւ չեմ մտնելու այդ խոսակցության մեջ Պարոն Սիմոնյան այնուամենայնիվ այլախոհների թեման շարունակենք դուք ասում եք մարդիկ եկել են մեզանից պաշտոն են Մարդիկ եկել են պաշտոն են ուզել եւ այլն կլինեն երևի մարդիկ որոնք իսկապես նման բաներ արած կլինեն բայց ես այլախոհ ասելով այս պահին ԱԱԾ-ի պատվալներում եւ այլ բանտերում գտնվող մարդկանց նկատի ունեմ որոնք զուտ խոսքի համար ձեր ժողովրդավարության բաստիոնում բանտարկվել են կալանավորվել են Սամվել Կարապետյանին որին ձեր Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում բարերար եւ բարեգործ էր անվանում Ոնց եղավ որ այդ բարեգործները հիմա բերթերում հայտնվեցին մի բառի համար Միքայել Սրբազանը որը Հասկացա, ուրախ եմ հարցի համար, շնորհակալ եմ որևիցե մեկ Հայաստանի Հանրապետությունում իր ասացի համար բանտում չի հայտնվում եթե դուք այդ պնդումը անում եք այդ նշանակում է որ մնացած բոլորը ովքեր որ բանտում չեն իրանք մեր հաճախորդն են Տենց է ստացվում այդ տրամաբանությունն է ստացվում այսինքն ուզում եմ հասկանամ դահլիճում հանգիստ տեղի բոլորի համար տեղ կգտնվի ով որ պետության դեմ որևիցե բան կանի բերթի համար տեղ կգտնվի սենյակ նոր բանտ այո եւ ուզում հասկանամ դահլիճում գտնվող մարդիկ այլախոհ չեն թե ուզում եմ հասկանամ իրանք այդքան հետաքրքիր ինչ վերաբերվում ում օրինակ ում ասեք ով դեմ քրեական գործեր կա Սեյրան Օհանյան Իշխան Սաղաթելյան Սեյրան Օհանյանի հələ գնացեք Սեյրան Օհանյանին հարցրեք ասեք որ զինվորական ոստիկաններին տանում էր տանդ մոտ պահակ էր պահում կամ այդ տունը սարքում էր կամ քեզ էր վերաբերվում ինչի մասին խոսվում է մեղադրանքի մեջ դա քաղաքական հետապնդում է կա այդ տունը թե չկա
կա այդ տունը, թե չկա ֆիզիկապես էլ, նոմա ձեր տալ, թե չէ։ Մնացածին հարցրեք, ուզում եմ հասկանալ։ Իշխանության քաղաքական իշխանության անկարողությունը, թե իրավական Ախր չի կարելի։ Լսի, անգործություն, լսի, արձանագրում եմ հետեւյալը, որ դուք ուզում եք մեզ վերագրել այն բանը, որ քաղաքական իշխանությունը, լսի ասեմ, պատասխանը։ Դուք ուզում եք մեզ վերագրել մի բան, որ քաղաքական իշխանությունը, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը նստում է իր մերձավորների հետ կամ իմ հետ կամ մյուսի հետ, ասում է, դե բան արեք անջա, այս ինչին նետեք բատը, այս ինչին նետեք բանտը։ Այո, ժամանակին տենց է եղել։ Հիմա մեզ մեղադրում են, ասում են, այս մարդը խի բանտում չի, այն մարդը խի բանտում չի, այդ մարդը խի բանտում չի, այսինքն մեզնից ուզում հասկանամ այդ բանտում գտնվող այդ մարդիկ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ ընդդիմախոս են, հա? Թե ձեռա տալի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բան չնետ։ Ուզում ձեր մեկնաբանությունը լսել։ Եվ գիտեք ինչ, բանտերով, նենց չի որ չեք։ անցկացրեցինք, լսեք, իմ նորից եմ ասում, իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետքա բանտում լինեն։ Հեղափոխությունը 18 թվականի եւ ընդհանուր հեղափոխությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին, եղել է այդ հին բանը մերժելու եւ մեր հիմնական քաղաքական եւ բոլոր իմաստներով ընդդիմախոսները եղել են, թե չէ այն մեկը այնտեղ մի բան ասեց, այս մեկը մի բան ասեց, դուք էլ լսեք, այդ որ ասում եք ում բռնում են, ասում եք քաղաքական բանտարկյալը, հարգելիներս, դրա համար դա նես չի, որ ես կամ դուք պետք է որոշեն միջազգային համապատասխան ոչ, սահմանում չէ, սահմանում ամեն մեկը բռնում իր ուզած ձևով մեկնաբանում է միջազգային կառույցներ կան, որտեղ ոչ Նիկոլը, ոչ Ալենը, ոչ Վալոդյան, ոչ չգիտեմ Պետյան, որովհետեւ Հիմա լավ եք այդ միջազգային կառույցների հետ, պարոն Սիմոնյան, այդ մասը։ Այսինքն դու մեղադրում ես միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին կոռուպցիայի մեջ, Երկակի ստանդարտներով են առաջ։ մեղադրում ես երկակի ստանդարտների մեջ, թե ես քեզ մեղադրում եմ այդ թիմերի հետ սերտ անձնական հարաբերություններ ունենալու, բանը նաև ֆինանսական հարաբերությունների Իրենք հայտարարությունների փաստեր ունեն։ Լսի, հայտարարությունների փաստը դու իրավաբան չես։ Մի վերցրա քո վրա պատասխանատվություն խոսել մի բանի մասին, որը դու չես հասկանում։ Կարող ես ասել, հարգելիս, կարող ես ասել, քո կողմից նշված անձինք որ հոդվածի մեջ են մեղադրում, թիվը, անունը, հոդվածի, ընդհանրապես վերանագիրն եմ ուզում։ Կասես։ Օրինակ Սամվել Կարապետյանը երբ որ ասեց կմասնակցենք իշխանության զավթման փորձի համար։ Հարգելիս, այնտեղ հարգելիս։ Կմասնակցենք մեր ձևով։ Հարգելիս։ Նաև փողերի լվացման մեջ է մեղադրվում։ Հետո լրացվեց։ Հարգելիս, խնդրում եմ, մի մտի մի բանի մեջ, որից դու տեղյակ չես։